ես դեղորայք չեմ խմի։ Սա նշանակում է, որ սա ձեր մոտ հերթական վախն է հարգելիներս, մնացած բոլոր կպչուն մտքերի հետ։ Ես ես առաջարկում եմ լսել բժշկին եւ ընդունել համապատասխան դեղորայքը, բայց այստեղ շատ կարևոր ու նուրբ պահ կա։ Եթե դուք տառապում եք նևրոտիկ հիվանդության որևէ այդ խմխում հիվանդություններից որևէ մեկով, կլինի դա կպչուն միտք, կլինի դեպրեսիվ խանգարում, կլինի տագնապային խանգարում, խոճապային խանգարում, ինչ որ կլինի, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում, բոլորի մասն էլ հոլովակներ ունեմ, խնդրում թերթեք նայեք։ Ինչ էլ որ լինի, ձեզ միևնույն է անհրաժեշտ է հոգեթերապևտիկ աշխատանք։ Ինչու՞։ Որովհետև դեղորայքը իզորու չի լուծել ձեր միջանձնային խնդիրները, իզորու չի աշխատել ձեր խորը համոզմունքների հետ։ Միգուցե դուք հոգու խորքում լավ աղջիկ եք խաղում եւ անդադ հարմարվում եք միջավայրի սպասելիքների հետ, ցանկությունների հետ, եւ որտեղից բուժվի ձեր տագնապային խանգարումը, եթե դուք ամբողջ կյանքում ծառայում եք ուրիշ մարդկանց։ Ոչ։ Իսկ այս գիտակցությունը ձեր ինչպես հարմար ապրել, այսպես ասած, ամեն դեպքում գոնե թեորիան ստանալ, կընտրեք հարմար ապրել, թե չէ, էլի ձեր ընտրությունն է, բայց գոնե տեսական մասը հասկանալու համար պետք է անցնեք հոգեթերապևտիկ աշխատանք, որ իմանաք որտեղ եք դուք ձեր կյանքը սխալ կազմակերպում ու որտեղից է ծագում այդ ոտքերը տագնապային ու դեպրեսիվ խանգարման։